Առևտրի ծառայությունների և գովազդի վարչությանը հանձնարարական համար 73, զեկուցել մայրաքաղաքի փողոցների ցուցանակները նոր ձևավորմամբ ցուցանակներով փոխարինելու և բազմաբնակարան շենքերի վրա համապատասխան հասցեների առկայությունն ապահովելու ուղղությամբ իրականացված աշխատանքների մասին։ Հարգելի պարոն քաղաքապետ, հայտնում եմ ձեզ, որ 2026 թվականի ընթացքում Երևան քաղաքում թուջե ձուլվածքով 4 թև և 5 թև ուղեցույց ցուցանակներ և թուջե ձուլվածքով փողոցների անվանումների և շենքերի համարակալման ցուցանակներ տեղադրելու համար նախաձեռնված է գնման գործընթաց։ Հայտնում եմ նաև, որ Էշպիել 7-ից դեկորատիվ թղթե շերտապլաստիկից փողոցների անվանումների և շենքերի համարների ցուցանակներ տեղադրելու համար նախաձեռնված գնման ընթացակարգի համաձայն մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպության հետ այս շաբաթ կկնքվի համաձայնագիր և կտրվի ցուցանակների պատվերները։ Այսքանը, շնորհակալություն։ Շնորհակալ եմ, հաջորդը։ Բնապահպանության վարչությանը հանձնարարական համար 83 ներկայացնել 2026 թվականի հունվար ամսվա վերաբերյալ օդի որակի չափման սարքերից ստացված տվյալները։ Պարոն քաղաքապետ, Երևան քաղաքի շինհրապարակներում տեղադրված 186 սարքերից ստացված տվյալների համաձայն օդի որակի ինդեքսի միջինացված արժեքը PM2.5-ի համար կազմել է 159, իսկ PM10-ի համար 88։ 2025 թվականի միևնույն ժամանակահատվածի համար այս ցուցանիշները կազմել են PM2.5-ի համար 137 և PM10-ի համար 71։ Միևնույն ժամանակ անդրադառնալով մեր կողմից իրականացվող միջոցառումներին, պիտի նշեմ, որ այս պահին արդեն իսկ մեր օդի որակի մշտադիտարկումը իրականացվող սարքերի դեշբորդում հնարավորություն ունենք իրականացնել կանխատեսումներ, որը դեռևս փորձարկում ենք համեմատելով նաև հիդրոթերապևտաբանության կենտրոնի կողմից տրամադրած տվյալներով և առաջիկայում պատրաստ ենք իրականացնել մի շարք ուսումնասիրություններ, որոնք հնարավորություն կտան մեզ բացահայտելու PM2.5-ի բարձր ցուցանիշի մարդածին պատճառների բաշխվածությունը։ Հիմա մշակում ենք օրինակ մեքենաների արտանետումների մշտադիտարկում իրականացնող սարքերի տեխպայմանների, տեխբնութագրի մշակումը, որից հետո կարողանանք այդ սարքերը ձեռք բերել, հասկանալու համար, թե օրինակ մեքենաների արտանետումների մասով ինչ բաշխվածություն ունի և ինչ ներդրում ունի կոնկրետ օդի որակի աղտոտման հարցում։ Այնուհետև այս գործողությունները իրականացնելուն զուգահեռ կկարողանանք արդյունքների հիման վրա արդեն մշակել որոշակի սահմանափակումներ։ Շնորհակալ եմ, Տիկին Հայկազյան, իրականում այս թեման պետք է մեր ուշադրության կենտրոնում լինի և այս թեմայով մենք սկսել ենք զբաղվել դեռևս 2022-23 թվականներից։ Մենք որոշակի ճշմարտություններ ենք բացահայտել, որոնք որ միշտ եղել են մեզ հետ, բայց խորացված երբևէ չեն ուսումնասիրվել։ Երևանի քաղաքապետարանի և մասնավորապես ավագանու որոշման պարտադրված սարքերի տեղադրումը մեզ էական տվյալներ է տվել հասկանալու այն փոփոխությունները, որոնք որ տեղի են ունենում մասնավորապես նոյեմբերից մարտ ամիսների ընթացքում Երևան քաղաքում, որոնք որ ամեն տարի տեղի են ունեցել, բոլոր տարիներին, նախորդ տարիներին տեղի են ունեցել, բայց նաև շատ կարևոր է հասկանալ, թե այդ փոփոխությունների որ հատվածն է մարդածին, այսինքն մեր հետագա քայլերը պետք է նպաստեն այս տեղեկատվության հարստացմանը և ըստ այդմ նաև մեր քաղաքականության մշակմանը ստացված ինֆորմացիայից ելնելով։ Եվ իրականում շատ տարատեսակ կարծիքներ են հնչում, ոչ մասնագիտական, հիմնականում կիսատեղեկացված և ընդհանուր առմամբ կարծում եմ շատ կարևոր է, որ մենք պարտադիր այն երևի թե Երևանի քաղաքապետարանը այս պահի դրությամբ, այս մասով երևի թե ինֆորմացիայի տեսանկյունից ամենամեծ ծավալի ինֆորմացիան է, որ հավաքագրում է։ Եվ այս ինֆորմացիայով մենք պետք է կիսվենք մարդկանց հետ, որ կներեք այդ կիսագրագետ մտքերը քիչ հնչեն, որովհետև այդ կիսագրագետ մտքերը մարդկանց մոտ ստեղծում են որոշակի տպավորություններ և իրականում մենք որքան ինֆորմացիա ունենանք, մենք պետք է կիսվենք մարդկանց հետ, որպեսզի բոլորը տեղեկացված լինեն, թե ինչ է կատարվում Երևան քաղաքում օդի որակի հետ։ Սա այսօրվա խնդիր չի միայն, երեկվա չի միայն, սա տասնամյակներով, եթե ոչ ավելի շատ տարիներով մեզ հետ եղել է։ Եվ սրա մանրամասները հասկանալը
շատ կարևոր է, որպեսզի մենք մեր քաղաքականությունը կարողանանք մշակել ըստ այդմ։ Շնորհակալ եմ, հաջորդը։ Քաղաքաշինական հատուկ ծրագրերի վարչության հանձնարարական համար 102 ներկայացնել տեղեկատվություն այն քաղաքաշինական ծրագրերի մասին, որոնք իրականացվելու են մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կառուցապատող ընկերության կողմից։ Պարոն քաղաքապետ, թույլ կտաք մոտենալ համակարգչին։ Ոչ։ Խնդրեմ։ Հարգելի պարոն քաղաքապետ, հարգելի գործընկերներ, ձեզ եմ ներկայացնում քաղաքաշինական հատուկ ծրագրերի վարչության կողմից GIS ծրագրում նախատեսվող թվով 2 հարթակներում կատարված ու կատարվող դեռևս աշխատանքների վերաբերյալ։ Առաջին հարթակը դա Երևան քաղաքի եռաչափ քարտեզն է, որտեղ խոշոր եւ գործող քաղաքաշինական ծրագրերը, մասնավորապես բարձր ռիսկայնության օբյեկտներ հանդիսացող ներառվում են տվյալ հարթակում իրենց եռաչափ մոդելավորմամբ, անկախ նրանից թե բարձր ռիսկայնության օբյեկտ հանդիսացող ծրագրերը ինչ փուլում են գտնվում, նախնական օրինակ տրամադրվել է միայն ճարտարապետահատակագծային առաջադրանք եւ ներկայումս նախագծային փուլում են գտնվում, թե արդեն իսկ շինարարությունը փաստացի մեկնարկված է, իրենց մոդելավորմամբ եռաչափ տեսքով տեղակապվում են հստակ իրենց հողատարածքների վրա եւ արդյունքում վերջնական տեսքն են հուշում, ինչպիսին պետքա լինի։ Հիմա օրինակ տեսնում ենք ակտիվ կառուցապատվող մի զոնա Քրքորյան փողոցին հարող հատվածամասում Նոյ թաղամասն է։ Կոնկրետ ծրագրի մոդելին նաև նշելով կարողանում ենք տեսնել հնարավոր հիմնական տեղեկատվությունները, մասնավորապես կառուցապատող ընկերության, տրված փաստաթղթերի, ակնկալվող շինարարության թույլտվության ժամկետների ավարտի վերաբերյալ։ Նմանատիպ այլ կառուցապատվող զոնա, օրինակ 33-րդ թաղամասը, տվյալ հարթակը հիմնականում հանրությանը բաց լինելու պարագայում որպես տեղեկատվական բնույթ է կրելու, բայց նաև կատարելու է որպես իրազեկման ֆունկցիա։ Երևի թե այս առաջին հարթակի մասին այսքանը, պարոն քաղաքապետ։ Իրականում շատ կարևոր հարթակ է, պարոն Վարդազարյան, ուզում եմ հիշեցնել հարգելի գործընկերներ եւ սիրելի երևանցիներ, որ մենք GIS հարթակը արդեն իսկ պարբերաբար նոր շերտեր ենք բացում բոլորի համար, այսինքն շերտեր ենք բացում, որոնք որ տեսանելի են բոլոր մարդկանց համար, ովքեր որ կցանկանան դրանք տեսնել, մասնավորապես մենք բացել ենք արդեն գլխավոր հատակագծի շերտը, մենք բացել ենք ենթակառուցվածքների շերտը, գրունտային շերտերը, ջրերի շերտերը եւ այսպես շարունակ։ Հիմա մենք արդեն իսկ սկսում ենք բացել այն շերտերը, որոնք որ Երևանի քաղաքապետարանի ներքին օգտագործման համար էին, մասնավորապես եռաչափ մոդելները, շինթույլտվությունների եւ ճարտարապետահատակագծային առաջադրանքներ ստացած 4 ռիսկայնության եւ 4 եւ ավելի ռիսկայնության օբյեկտների համար եւ կարծում եմ նաեւ այս եռաչափ քարտեզը շատ օգտագործելի կլինի նաև մարդկանց համար, ովքեր որ պատրաստվում են գնել բնակարան կամ իրենց մերձակայքում իրականացվում է որևէ շինարարություն, որպեսզի նախնական արդեն մոտավորապես հասկանան, թե ինչ է տեղի ունենալու այդ հատվածում քաղաքի եւ մաքսիմալ թափանցիկությունը մեր կողմից կարծում եմ այն կարևորագույն սկզբունքներից է, որը որ մենք որդեգրել ենք եւ հիմա հաստացի նաեւ GIS հարթակով մենք այդ թափանցիկությունը արդեն շատ ռեալ գործառնական կերպով իրականացնում ենք եւ ներկայացնում ենք այն աշխատանքը, որ արվում է Երևան քաղաքում ամբողջապես եւ նաեւ պլանավորումը Երևան քաղաքի նաեւ ցույց ենք տալիս, թե Երևան քաղաքը ինչ է դառնալու վաղը։ Շնորհակալ եմ, հաջորդ։ Երկրորդ հարթակը, որ ուզում եմ ներկայացնեմ, դա ներդրումային ծրագրեր հարթակն է,
որը իրենից ենթադրում է քաղաքաշինական խոշոր ներդրումային առաջարկները քաղաքապետարանի կողմից, ներկայդրությամբ տվյալ հարթակում, որը որ իրենից նույնպես ներկայացնում է Երևան քաղաքի եռաչափ մոդել, տարանջատված գույնով, ձևով, առանձին ենթախմբավորումների հնարավորությամբ ներառված են արդեն 1 տասնյակին հասնող շուրջ ներդրումային ծրագրեր, առաջարկներ, որոնք որ թե իրենց քաղաքաշինական մասշտաբներով, ձևով, հնարավոր խնդիրներով ու խնդիրների լուծման տարբերակներով շատ են տարբեր։ Երևի թե մի քանի օրինակով ներկայացնեմ, որ ավելի պարզ լինի ու սկսենք պարզագույն օրինակներից։ Օրինակ Տիգրան Մեծի պողոտա, Խորենացի եւ Երվանդ Քոչար փողոցներով ստեղծված Խաշմերուկին հարող հատվածամասերում երևում է եռաչափ մոդելը արդեն իսկ տարանջատված, նշելով տվյալ ներդրումային առաջարկի մոդելի վրա կարողանում ենք ներբեռնենք հայեցակարգը։ Հայեցակարգը ընդհանուր առմամբ իրենից ենթադրում է տարածքի տեղադիրքը քաղաքում, իրավիճակային հատակագիծը, առկա իրավիճակի լուսանկարները, որտեղ որ հստակ երևում է, որ նման այս իրացման գոտու սահմաններում հիմնականում անկանոն կառուցապատված բնակելի հատվածամասա, հողատարածքների մակերեսը իրացման գոտու, գույքերի կառուցապատման մակերեսը, քանակը գույքերի եւ հնարավոր պայմանները կապված ճանապարհային կառուցվածքների, կանաչապատ տարածքների ձևավորման եւ նախատեսվող շենքի հետքի կապված հարակից շենքշինությունների հեռավորություններով պայմանավորված։ Ինչպես նաև վերջնաարդյունքը որպես այդպիսին առավելագույն սահմանային ցուցանիշներով ներդրումային առաջարկը կապված հարկայնության եւ ընդհանուր շինարարական մակերեսի վերաբերյալ։ Սա այն պարզագույն օրինակն է տվել ներդրումային առաջարկի, որը հնարավորության պարագայում մի փոքր ավելի մեծ իրացման մակերես ունենալու պարագայում հնարավորություն ենք տեսնում նաև տարանջատել ըստ լոտերի մի քանի կառուցապատող ընկերությունների ներգրավվածությամբ եւ շինարարությունը դիտարկել նաև փուլային տարբերակով, ինչպես որ սա է։ Երկրորդ օրինակը, որը որ ուզում եմ ներկայացնեմ ներդրումային ծրագրերի հետ կապված, նմանատիպ օրինակներ կարող են շատ ավելի շատ լինել եւ էլ ավելի կանոնակարգված քաղաքաշինություն է իրենից ենթադրում, դա օրինակ Քրքորյան, Հալաբյան եւ Արձումանյան փողոցներով պարփակված հատվածամասերով թաղամասի, արկա թաղամասի արդիականացման, վերակառուցման եւ առողջացման ծրագիրն է, որը որ իրենից ենթադրում է ըստ էլեկից հայեցակարգի շուրջ 37,000 քառակուսի մետր մակերեսով մասնավոր եւ համայնքային սեփականության գույքերի իրացմամբ, որի մեջ ներառված են հին բնակֆոնդի թվով 6 շենքեր, միահարկ հասարակական շինություններ, ավտոտնակներ եւ ներբակային համայնքային սեփականության գույքեր, թաղամասի վերակառուցման, արդիականացման նոր հնարավոր շուրջ 12,000 քառակուսի մետր կանաչապատ տարածքներով, ճեմուղիներով, ակտիվ-պասիվ հանգստի գոտիներով հայեցակարգ, իր մեջ նաև ներառելով հին բնակֆոնդի շենքերի փոխարինումը, որոնք որ երրորդ կարգի վթարային աստիճան են ներկայդրությամբ, նոր ավելի բարձրահարկ կառուցապատմամբ։ Եվ երևի թե երրորդ օրինակը Պրոմենադը, որը որ նաև տեղ է գտել գլխավոր հատակագծում, իրենից ենթադրում է էլի 150,000 քառակուսի մետր հողամասերի իրացմամբ, Դավիթ Բեկի փողոցը դեպի Սարալանջ փողոցին կապելով, Սարալանջի փողոցը լայնացնելով, հսկայական կանաչապատ տարածքներ գեներացնելով 4 բարձրահարկ բազմագործառույթ հասարակական շենքերի կառուցման հայեցակարգ, որը որ նաև գլխավոր պողոտայի առանցքով շեշտադրված հիմնական դոմինանտ շինությանը, գլխավոր պողոտան դեպի հանրային հնարավոր տարածքներ ստեղծելով հետիոտն ճանապարհային անցուղի է ապահովում։
Այսքանը պարոն քաղաքապետ։ Շնորհակալ եմ, պարոն Վարդազարյան, եւ սա նույնպես կարծում եմ շատ կարեւոր նախաձեռնություն է, որը խոսում է այն մասին, որ Երևանի քաղաքապետարանը նախաձեռնում է նոր տեսակի ներդրումային ծրագրեր։ Ինչ է իրենից ենթադրում այս ծրագրերը։ Մրցութային ընթացակարգով Երևանի քաղաքապետարանը անելու է մրցույթի տարբեր ծրագրեր։ Եվ այս ծրագրերին մասնակցության համար կառուցապատողները հիմնականում պետք է իրականացնեն մի քանի կարևոր գործառույթ։ Առաջին գործառույթը իհարկե տարածքների օտարումն է, որտեղ որ մեր Երևան քաղաքի ծրագրերի մեր ծիգը այդտեղ վստահաբար կաջակցի, կօգնի եւ խարխուլ ֆոնդը, բնակավայրերի խարխուլ ֆոնդը մենք կփոխարինենք արդեն նոր շենքերով, սեյսմակայուն եւ նաեւ քաղաքաշինության տրամաբանության մեջ ընկնող։ Երկրորդ խնդիրը, որ Երևանի քաղաքապետարանը լուծում է այս ծրագրերով, կանաչ ֆոնդի ավելացումն է։ Ինչպես պարոն Վարդազարյանը նշեց, օրինակ կան տարածքներ, որտեղ որ մենք մեծ տարածքի վրա թույլ ենք տալիս կետային ընդամենը մի քանի բարձրահարկ շենք եւ մնացյալ ամբողջ հատվածը ենթադրվում է, մեծ հատված ենթադրվում է, որ պետք է համալրվի կանաչ ֆոնդով։ Այսինքն բոլոր այս ծրագրերը իրենք ինչ որ մի փուլային տրամաբանությամբ դրվելու են մրցույթի եւ մենք պարբերաբար անդրադառնալու ենք դրանց, շատ կարեւոր է նաեւ ներդրումային տեսանկյունից իհարկե ծրագրերը, որ հետաքրքիր լինեն, մասնակցությունը արդեն կառուցապատողների, եթե շատ եղավ, մենք կարծում եմ մրցակցային առումով կստանանք արդեն լավագույն առաջարկները։ Երևանի քաղաքապետարանի համար ամենակարևոր գործոնները այս ծրագրերում այն են, որ առաջին հերթին կառուցապատողը ունենա փորձ Երևան քաղաքում այս տեսակ ծրագրեր իրականացնելու, երկրորդ հերթին ունենա բավարար ֆինանսական միջոցներ, որպեսզի կարողանա սկզբում նաև քաղաքացիների խնդիրներ լուծելու ըստ օրենքի պահանջի, որովհետև դա այտենց կապիտալի տեսանկյունից բավականին սկզբի համար մեծ գումար է ենթադրելու եւ երրորդը իհարկե նաեւ ունենա մեծ փորձ կառուցապատման ոլորտում, որպեսզի կարողանա իրականացնել այն ծրագրերը, որոնք որ նախանշվում են Երևանի քաղաքապետարանի կողմից։ Սա այն դեպքերն են, երբ որ Երևան քաղաքը մի փոքր ավելի փոխում է տրամաբանությունը եւ կարելի ասել նախաձեռնությունները ավելի շատ գալիս են ճարտարապետական համայնքից եւ ոչ թե կառուցապատողներից։ Մասնավորապես ճարտարապետական համայնքը, ասում է քաղաքաշինության տեսանկյունից, քաղաքաշինական տեսանկյունից SSSS ծրագրերը տրամաբանական են, կարեւոր են, որոշակի խարխուլ բնակելի ֆոնդավերանում եւ այստեղ նաեւ քաղաքաշինական առումով մեզ համար շատ տրամաբանական է, որ այստեղ լինի այս շենքը, այստեղ լինի այն շենքը։ Այլ չի գալիս այն տրամաբանությունից, որ ես կառուցապատող եմ, գնել եմ հող, խնդրում եմ ինձ առավելագույն հարկայնությունը տվեք եւ կարծում եմ սա լավ տրամաբանություն է եւ մրցութային կարգով ես հուսով եմ, որ կարողանալու են կազմակերպել, պարոն Վարդազարյան, պիլոտ ենք անում, ճիշտ է, առաջին անգամ ենք իրականացնում, բայց կարծում եմ նաեւ հաշվի առնելով օրինակ նույն Կասկադի փորձը, մենք արդեն որոշ բաներ հասկանում ենք եւ նաեւ հասկանում ենք, որ ներդրումային հետաքրքրությունը կա շուկայում։